Բարի լույս հարգելի հետևորդներ, եթերում է IBC լուրերի առավոտվա թողարկումն է, ես Սվետլանա Պետրոսյանն եմ։ Նախընտրական պայքարը շարունակում է թեժանալ, իսկ քաղաքական մեղադրանքները ավելի կոշտ դառնալ։ Այս անգամ իրավապահների ուշադրության կենտրոնում է Բարգավաճ Հայաստան կուսակցության նախընտրական ցուցակի երկրորդ համարը, Անդրանիկ Թևանյանը։ Վաղ առավոտից Ազգային անվտանգության ծառայության աշխատակիցները ներխուժել են Թևանյանի գլխավորած Մայր Հայաստան կուսակցության գրասենյակ։ Facebook-յան իր էջում ահազանգ է հնչեցրել կուսակցության անդամ Արեգ Նազմանուկյանը։ Նա տեսանյութ է հրապարակել, որտեղ երևում է, թե ինչպես են դիմակավորված անձինք շրջում գրասենյակում։ Ծանուցագիրը ներկայացրեք, ծանուցագիրը ներկայացրեք։ Ծանուցագիրը ներկայացրեք, ես կանջատեմ։ Ծանուցագիրը ներկայացրեք, քննչական գործողությունը սկսեք, ես կանջատեմ։ Ծանուցագիրը ներկայացրեք, խնդրում եմ։ Ես այստեղ եմ գտնվում, ինչ տարբերություն ձեզ համար։ Ես կուսակցության վարչության անդամ եմ։ Ես չեմ նկարում, խնդրում եմ, ես չեմ նկարում, ես գոշ եմ նկարում։ Ժամեր առաջ քննչական կոմիտեն հայտարարել է, որ նրա նկատմամբ քրեական վարույթ է նախաձեռնվել պետական դավաճանության և լրտեսության հոդվածներով։ Կոմիտեի տվյալներով Թևանյանը պատգամավոր եղած ժամանակ օտարերկրյա կառույցներին իբր փոխանցել է ազգային ժողովի գաղտնի նիստի վերաբերյալ տեղեկություններ, դրա դիմաց ստանալով ավելի քան $600,000։ Անդրանիկ Թևանյանը կտրականապես հերքում է մեղադրանքները։ Նա տեսաուղերձով հայտարարել է, որ կատարվողը քաղաքական հետապնդում է։ Թևանյանի խոսքով մեղադրանքն անգամ տրամաբանորեն անհնար է, քանի որ այն ժամանակահատվածում, որի մասին խոսում է քննչական կոմիտեն, ինքը պատգամավոր չի եղել։ Ես 21 թվականին ընտրվել եմ պատգամավոր ազգային ժողովի ընտրությունների արդյունքում, բայց ուշադրություն 2023 թվականին վայր եմ դրել ազգային ժողովի մանդատը և դրանից հետո մասնակցել եմ Երևանի ավականու ընտրություններին որպես ոչ պատգամավոր արդեն, իսկ այստեղ գրված է, որ 24 թվականի լսումներին, փաստորեն փակ գաղտնի նիստում կայացած լսումների ընթացքի վերաբերյալ տեղեկություն եմ հաղորդել, այսինքն ես ֆիզիկապես չէի կարող մասնակցել 24 թվականի լսումներին, հետևաբար մնացած թեմաները անհեթեթություն են, որ գումարային եւ այլ թեմաների հետ կապված։ Մի խոսքով Նիկոլ Փաշինյանը ինքը, քանի որ պետական դավաճանությամբ է զբաղված, փորձում է ինձ ներքաշել այնպիսի մի process-ի մեջ, որի արդյունքում ինքը ամենաբարձրն է գոռալու, որ բռնեք պետական դավաճանին։ Մի խոսքով անհեթեթությունը շարունակվում է, իսկ քննչական կոմիտեին խորհուրդ կտայի ուղղակի այդ ապօրինի հանձնարարականները չկատարել։ Թևանյանը այս թեմային անդրադարձել է նաև երեկվա մամուլի ասուլիսի ընթացքում, հայտարարելով, թե իրականում հենց Նիկոլ Փաշինյանն է պետական դավաճան և իշխանափոխությունից հետո պետք է պատասխան տա այդ հոդվածով։ Նաև մեղադրել է իշխանությանը միակողմանի զիջումների և պետական պարտքի աճի համար։ Հայաստանի բազմաթիվ նորմատիվ իրավական ակտերով, այդ թվում այն ժամանակ գործող ազգային անվտանգության ռազմավարությամբ, հիշեցնեմ նաև, որ կա Գերագույն խորհրդի որոշում, համաձայն որի Հայաստանի որևէ ղեկավար չի կարող ստորագրել մի փաստաթուղթ, որով Լեռնային Ղարաբաղը կճանաչի Ադրբեջանի մաս։ Նիկոլ Փաշինյանը 22 թվականի հոկտեմբերի 6-ին Պրահայում ճանաչել է Արցախը Ադրբեջանի մաս, դրանով իսկ գործելով պետական դավաճանություն։ Ես կուզենամ ներկայացնել ձեզ այն գործընթացները, որը հանգեցրել էր պետական դավաճանության։ 2022 թվականի ապրիլ ամսին Նիկոլ Փաշինյանը ազգային ժողովում հայտարարեց, որ իրեն հորդորում են
միջազգային ուժերը, որ պետք է իջեցնել Արցախի կարգավիճակի հետ կապված նշաձողը, որից հետո իրենք կապահովեն անվտանգություն Արցախի մեր հայրենակիցների մասով։ Այս ամենին անդրադարձել է Բարգավաճ Հայաստան կուսակցությունը։ Կուսակցությունում համոզված են, իշխանությունը փորձում է ճնշում գործադրել քաղաքական մրցակիցների նկատմամբ, իսկ ԲՀԿ ցուցակով падգամավորի թեկնածու Սուրեն Սուրենյանցը հայտարարել է, որ Նիկոլ Փաշինյանը ըստ էության ուղիղ եթերում հրահանգներ է տալիս իրավապահ մարմիններին։ Սա նշանակում է Նիկոլ Փաշինյանը իրականում արձակուրդի ռեժիմում չի, գործում են կեղծ արձակուրդի հետ։ Սա բավարար պատճառ է, որպեսզի կենտրոնական ընտրական հանձնաժողովը չեղարկի նրա գրանցումը։ Այսինքն եթե մենք ապրենք նորմալ երկրում եւ եթե այդ եվրոդիտորդներ կան եւ այլն, որոնք կուրսք են ծեծում ժողովրդավարության, մարդու իրավունքների, թափանցիկ ընտրական համակարգի, թափանցիկ ընտրական պրոցեսի համար այս մարդիկ այս խնդիրը հենց հիմա պիտի բարձրաձայնեն։ Սա մեկ։ Երկրորդը որտեղ եք տեսել ժողովրդավարական պետություն կամ նույնիսկ կիսա ավտորիտար, կիսա ժողովրդավարական հիբրիդային ռեժիմ, որտեղ ուղիղ եթերում պետության ղեկավարը հրահանգի ինչ-որ մեկի դեմ քրեական հետապնդում սանձազերծել։ Քաղաքական սկանդալին անդրադարձել է նաև ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը։ Ախուրյանում նախընտրական հանդիպման ժամանակ նա հայտարարել է, որ եթե լրտեսության մեղադրանքները ճիշտ են, ապա դրանք պետք է ապացուցվեն, հակառակ դեպքում պատասխան պետք է տան մեղադրանք հնչեցնողները։ Ծառուկյանի խոսքով Անդրանիկ Թևանյանը հայրենասեր եւ սկզբունքային մարդ է եւ ամբողջ թիմը կանգնած է նրա կողքին։ Եթե ապացուցեն, ես անմիջապես իմ գործընկերոջը ես գնդակար եմ, բայց եթե չէ սուտ ասողները պետք է պատիվ պահանջեմ, որ նրանք մարդու անունը հենց այնպես հայտարարության անել ասպիոնաժի մեջ միտինգներին հայտարարում է, դες բան դուք կանգում լսել եք, դες բան գոյություն չունի, իրեն դա էլ չի փրկելու, նա մեր գործընկերն է, իմ ընկերն է, ամբողջ թիմով կանգնած են իրեն կողքին, ասում եմ կարան ապացուցեն, ես գնդակար եմ։ Բայց եթե չէ, մենք պատիվ ենք պահանջում, որ չի կարելի այդ ձևի ասենք թե մեր գործընկերոջը հայրենասեր տղուն նվիրալին, որ ասենք թե ուզենան ժամանակավոր բանույթ է գրելու։ Հիմա 3 ամիսա, 2 ամիսա ինչ որ մեր ասենք թե քարոզությունից հանելով ոչ մի բան չի փոխվելու։ Ես շփվելով ժողովրդի հետ զգում եմ, որ մարդիկ ճարատված են գնում։ Ձեզ են չէ՞ մեղադրում։ Բայց ասեցի, որ թղթանից հրապարակում գնդակար են։ Եթե կա, եթե չէ, ուրեմն ես պատիվ եմ պահանջում, հայտարարողը մարզական պետք է պատիժ կրի, չեմ ասում գնդակար եք, թող գա իմ առույցի մոտ մտնի դուրս գա։ Փաշինյանն էլ որոշել է վաղ առավոտյան հանդիպել լրագրողների հետ ու խոսել այս թեմաների մասին։ Մամուլի ասուլիսն այս պահին շարունակվում է։ Իդեպ նրա խոսքի ընթացքում լույսերն անջատվել են։ Այդ մարդիկ տարրական գրագիտության խնդիր ունեն, տարրական գրագիտություն։ Ռոմանոսը ուր է։ Ձեր միկրոֆոնները աշխատում են, հա? Շատ լավ։ Եվ էս է իրողությունը, եւ իմիջայլոց ասեմ, իմիջայլոց ասեմ։ Իսկ հակակոռուպցիոն կոմիտեն կրկին հայտնել է, որ ընդդիմադիր ուժեղ Հայաստանը իբր ընտրակաշարք է բաժանել։ Ըստ կոմիտեի քաղաքացիներին գումարներ են փոխանցվել կուսակցության օգտին քվեարկելու պայմանով, իսկ վճարումները ներկայացվել են որպես աշխատավարձ։ Իրավապահները պնդում են, որ այդ մարդիկ իրականում որևէ աշխատանք չեն կատարել։ Գործով կան ձերբակալվածներ, հրապարակվել են նաև գաղտնալսումներ։ Սամվել Կարապետյանը կտրականապես հերքում է, թե կապ ունի գրեթե ամեն օր հաղորդվող այդ դեպքերի հետ։
Իսկ Նիկոլ Փաշինյանի հետ 2 օր առաջ Հարաբկիրում թեժ բանավեճից հետո կալանավորված Արթուր Օսիպյանը հացադուլ է հայտարարել, հայտնել է փաստաբան Ռոման Երիցյանը։ Քննչական կոմիտեի տվյալներով Օսիպյանը Փաշինյանի հասցեին բռնության կոչեր է արել, իսկ մայիսի 18-ին խոչընդոտել է Արաբկիրում ընթացող նախընտրական քարոզարշավը։ Նրա նկատմամբ քրեական հետապնդում է սկսվել 3 հոդվածով՝ բռնության կոչերի, խուլիգանության և քարոզչությանը խոչընդոտելու համար։ Պաշտոնական քարոզարշավը շարունակվում է և քաղաքական ուժերը շարունակում են հանդիպումները մարզերում և համայնքներում։ ՔՊ-ի երեկվա հանդիպումներից մեկի ժամանակ զոհված զինծառայողի մայրը փորձել է մոտենալ Փաշինյանին, խնդրելով որդու Աճյունը Արցախից տեղափոխել և հուղարկավորել Եռաբլուրում։ Բայց կնոջ խոսքով ոստիկանները թույլ չեն տվել մոտենալ Փաշինյանին։ Ինձ խաբեցին, ասեցին կհանդիպես, եկա թեմոտիկանամ, սաղ իշքան ոստիկանություն կար, սաղ իշքան իրանց կոլեկտիվը կար, չթողեցին, ես հանդիպեմ, գոնը խնդրիմ, իմ զոհված տղայից գերեզմանը բերեմ, ստեղ գոնը տարեմ Եռաբլուր, որ գնամ, մի ծաղիկ դինեմ, մի խուկ վարեմ, ես ինչա, ես մեր զոհված տղաները սաղ սրանց համար են զոհվել, որ սրանք ստեղ ապրում են։ Հա, Արցախում են թողել։ Ես իմ խնդրանքս էտել է, որ ես Փաշյանի հետ հանդիպեմ։ Իմ խնդրանքս էտը չեն թողեցել, խաբեցին, հիմա ես արի անդապ, որ մասից չեն թողել ընդունեն, անդապ թողնելու են հանդիպեմ, չէ։ Այսպես է զոհվածի ծնող են հարգում։ Չէ, ոչ մի իշքան որ սաղ ստեղ առողջ են, կենթանի են, ողջ են, սաղ այդ զոհվածներ են արյունով են տենց ողջ, որ փրփրում են այստեղ։ Իսկ Փաշինյանի հայտնի ինչու եք դուք ողջ արտահայտությունից հետո սոցիալական ցանցերում նոր քննարկումների ալիք է բարձրացել։ Մարդկանց մի մասը քննադատում է, ոմանք ծաղրում, ոմանք էլ պատմում իրենց պատմությունը, թե ինչպես են Արցախում պատերազմի ժամանակ կռվել ու ողջ մնացել։ Արշավին միացել է նաև արցախցի հայտնի рэփեր Վալերի Ղազարյանը, Լյոկան։ Ես չեմ մեռել։ Չգիտեմ ի ուրախություն, թե ցավոք սրտի, ամենայն դեպս։ Ու երբեք չեմ մտածել արտագաղթելու մասին։ Բայց այս վերջերս այս իրադարձություններում դրանից կարծում եմ ավելի ուղիղ եւ ավելի հստակ մեզ արցախցիներիս ասել հələ գնացեք ստեղից, մենք չենք ուզում ձեզ ստեղ տեսնել, կարծում եմ չի լինում։ Դրանից ավելի ուղիղ եւ ավելի հստակ դա չի ասվում երևի։ Բայց գիտեք ինչ, ես չեմ մտածում արտագաղթելու մասին։ Ես չեմ մտածում այլ երկիրապաստան գտնելու մասին։ Ասեմ ավելին։ Ես շարունակում եմ նորը կառուցել։ Հայաստան դաշինքը 3 քարոզարշավը շարունակել է Արագածոտնի մարզում։ Դաշինքի առաջնորդ Ռոբերտ Քոչարյանը հայտարարել է, որ գործող իշխանությունը Հայաստանը վերածում է աշխարհաքաղաքական բախումների կենտրոնի, որի գինը վճարելու է ժողովուրդը։ Քոչարյանը խոսել է նաև իշխանության խոսույթի մասին։ Իմ կառավարման տարիներին ոչ թե չի եղել ժողովրդավարություն, այլ եղել է բռնապետություն։ Ասում են չէ այդպես, փորձում են հայմատության այսպես մեջ իրենց բարձրացնել։ Համեմատենք այսօր 3 ամենից մեծ ընդդիմադիր ուժերի ցուցակները նայեք։ Առաջի ամառները բոլորը քրեական գործերի տակ։ Միայն մեր ցուցակում 5 հոգի քրեական գործերի տակ են։ Հայտարարությունները գոռում է, որ Քոչարյանը պիտի նստի։ Ճիշտ է։ Ղարաբաղը 4 նախագահ ուներ, 3-ը Բաքու են նստած, երևի պարտականություն է ստացնել, որ 4-րդն էլ պիտի Հայաստանում նստի։ Սա է քո երազանքը։ Իսկ ինչպիսի ղեկավար են ուզում տեսնել մարդիկ առաջիկա 5 տարվա ընթացքում։ Մեր նկարահանող խումբը շրջել է Լոռու մարզում և փորձել հասկանալ, ինչ սպասումներ ունեն բնակիչները քաղաքական ուժերից ու երկրի ապագա ղեկավարից։ Ինչպիսի ղեկավար եք ուզում տեսնել հունիսի 7-ից հետո։ Խելացի։ Արդեն կողմնորոշվել եք ում եք ընտրելու։ Դեռ ոչ։ Ցուցակում կան մարդիկ, ովքեր համապատասխանում են ձեր պահանջներին։
Պոլիտիկայով չեմ հետաքրքրվում ցավոք սրտի։ Իսկ ինչպիսի երկիր եք ուզում ունենալ։ Բարգավաճող։ Խելացի, գիտակից, ազգին սիրող, ոստի, արած ծարասմա, հանենք։ Դա մեր սրբությունն է, մեր խորհրդանիշն է։ Ինչպիսի ղեկավար եք ուզում տեսնել հունիսի 7-ից հետո Հայաստանում։ Ուժեղ ու ազնիվ։ Այսօրվա իշխանությունը համապատասխանում է այս ստանդարտներին։ Գիտեք ինչ, ազնվությունը չեմ կասկածեմ, բայց մի քիչ թույլ են, էլի։ Ամենակարևորը հայկական արժեքներն իմացող լինի, մեր սահմանները ամուր դառնան, բնակչությունը վերջապես աշխատատեղ ունենա, հարգված լինեն բոլոր տարիքային խմբերի քաղաքացիները մեր եւ իհարկե մենք ապագան մեր կարողանանք տեսնել։ Խափելը որն է։ Ոնց առավոտ ուրիշ բան ես խոսում, իրիկուն ուրիշ բան ես ասեմ ու անեմ։ Ոնց Արցախը մերն է եւ էր։ Ճվալով ոչի եկել էստեղ ասում ես Արցախը, վաղուց արդեն տв։ Եթե վաղուց տված էր, ինչի այդքան գործերն արեցիք։ Այդքան ողբերգությունը։ Կուզենամ ղեկավար լինի, որ իր ժողովրդին սարքի իր երկրի տերը, ոչ թե մնանք սրաներա ձեռի տակ քաշոյկող, օրվա հացի փող վաստակող, աշխարհով մեկ թափառող գաղթական թափառական հայ, որ կարողանա մեր հանքերը վերադարձնի մեզ, մեր գանձերը մեզ վերադարձնի, մարդու ամենակարևորը մարդու իրավունքները պաշտպանի։ Լավ ղեկավար ենք ուզում, որ ղեկավար ինպես որ աղքատ հարուստ չեղնի, մեծահասակների բավարար են ինչ որ պետք նա բժիշկի օգնությունը կամ Իսկ ով է համապատասխանում այդ ստանդարտներին, օրինակ գործող իշխանությունը համապատասխանում։ Հիմա բոլորն էլ ասում են, որ մենք այդ բոլորը կարանք անենք։ Բայց 8 տարի է իշխանությունը գործում է, ինքը անում է։ Դե մի կարող անեմ իր գիտեցածների համար անեմ։ Ինձ համար որ չի արել։ Ինչպիսի ղեկավար եք ուզում տեսնել, ինչպիսի նա պիտի։ Չկուն պետք է լի, որ ասենք հասկանա աշխարհում ինչ է կատարվում, որ ուղղությամբ գնա, ինչ ձևյանի, որ ասենք թշնամի չձեռք բերի Հայաստանը, սա բնական պետք է լավը լի։ Ու առաջինն դե պետք է Հայաստանի շահերը առաջ տանի։ Մարդկային, ժողովրդական, որ ինքն էլ ուտի, բայց մենք էլ ուտենք։ Գազ են կտրում, ջուր են կտրում, ճանապարհ են սարքում, որ հայաթը չես կարող մտնես։ Ինչի ընտրեմ, ում ընտրեմ։ Երեք շարունակվել է Բագրատ Սրբազանի և աջակիցների գործով դատական նիստը։ Գործով անցնող Արթուր Սարգսյանը, որը նաև Հայաստան դաշինքի պատգամավորի թեկնածու է, տնային կալանքի պատճառով չի կարողանում մասնակցել քարոզարշավին։ Պաշտպանները միջնորդել էին փոխել խափանման միջոցը, սակայն դատարանը մերժել էր այն։ բնակցությունը կամ Սիսյանի 30,000 բնակցությունը հրավիրեմ գալ Լերտուն գնան, ծախսը պատրաստ է, ո՞նց է պատրաստ, մեր շինիկի 150,000 վերդը գան բանում է գնա, Ժորժյան վաղվանից բոլորիդ հրավիրում եմ ուլեցի ութ հանդիպման, բոլորիդ, խնդրում եմ եկեք, և հարգարժան դատարան, խնդրում եմ ընդեղ, ես հյուրասեր մարդ եմ, հաց ենք ուտելու, որպես կաշար չդիտարկել, Ժորժյան, բոլորիդ հրավիրում եմ մեր տուն, ուլեցի ութ, Դատարանը մերժել է նաև նույն գործով անցնող Իգոր Սարգսյանի փաստաբանի միջնորդությունը։ Նրա տնային կալանքը երկարաձգվել է ևս 2 ամսով։ Հայ-ռուսական հարաբերությունների վերաբերյալ վերջին օրերին հնչող հայտարարությունները շարունակում են մնալ ուշադրության կենտրոնում։ Ռուս պաշտոնյաների հայտարարություններին արձագանքել է Արարատ Միրզոյանը։ Նա վստահեցրել է, որ Հայաստանը մտադիր չէ լարվածություն ստեղծել Ռուսաստանի հետ հարաբերություններում։
մենք առիթներ ունեցել ենք ասելու, որ մենք էլ ժամանակ ա եղել, իրադարձություններ են եղել, իրավիճակներ են եղել, որտեղ մենք ենք այլ գործողություններ ակնկալել, առնվազն մեր պայմանագրով նախատեսված գործողություններ պայմանագրի մյուս կողմերից, մեր մյուս գործընկերներից եւ այդ գործողությունները չենք տեսել, այնպես որ շատ հարաբերական է էլի այդ ամեն ինչը։ Մենք հակված չենք որևէ լարվածություն մտցնել կամ ավելացնել Հայաստան-Ռուսաստան հարաբերություններում, այլ ճիշտ հակառակը մենք հակված ենք մեր գործընկերությունը բնականոն շարունակել։ Մոսկվայից հնչող հայտարարությունների մյուս առանցքը Հայաստանի արտաքին քաղաքական ընտրությունն է։ Միրզոյանը անդրադարձել է նաև ԵԱՏՄ-ից դուրս գալու վերաբերյալ քննարկումներին, ընդգծելով, որ նման հարց Հայաստանի օրակարգում չկա։ Երբ որ այդպիսի անհրաժեշտություն լինի, որ մենք այդ հարցը քննարկենք եւ որոշում կայացնենք, մենք այդ կքննարկենք եւ որոշում կկայացնենք։ Մոտ ապագայում դա հնարավոր է։ Ես ոչ մի ժամկետ չեմ կարող ասել, դա այդպիսի խնդիր նույնիսկ այսօր մեր օրակարգում դրված չի կարող այդպիսի բան լինել։ Այո, նաև կանոնադրությամբ։ Չի կարող, ոնց կարող է, դա մեր բոլորի, այդ թվում եւ Հայաստանի կոնսենսուսային ձայներով որոշվող առաջնորդվող կազմակերպություն է, ոնց կարա այդպես բան լինի։ Մինչ պաշտոնական Երևանը փորձում է իբր հավասարակշռված ձևակերպումներ օգտագործել, Մոսկվայից հնչող հայտարարություններն աստիճանաբար ավելի կոշտ են դառնում։ Ռուսաստանի Դաշնության փոխարտգործնախարար Միխայել Գալուզինը հայտարարել է, որ Հայաստանը չի կարող միաժամանակ լինել եւ Եվրասիական տնտեսական միության եւ Եվրամիության հետ նույն ինտեգրացիոն դաշտում։ Նրա ձևակերպմամբ երկու հարսանիքներում միաժամանակ ապրել հնարավոր չէ։ Մեր վերաբերմունքը Հայաստանի քաղաքացիների նկատմամբ անփոփոխ է, հայ ժողովուրդը եղբայրական ժողովուրդ է եւ Ռուսաստանը միշտ աջակցել է եղբայրական հայ ժողովրդին, միշտ եղել է նրանց կողքին։ Ռուսաստանը չի միջամտում Հայաստանի ներքին գործերին՝ ի տարբերություն ԵՄ-ի, որի ներկայացուցիչները գտնվում են Երևանում եւ փորձում են ազդել ընտրական գործընթացի վրա։ Եվրամիության հովանու ներքո մայիսի սկզբին Հայաստանի մայրաքաղաքում տեղի ունեցած միջոցառումները դարձան այդ մեթոդների կիրառման խիստ նողկալի ցուցադրություն։ Այս նողկալիության գագաթնակետը Ռուսաստանի դաշնակցի, Ռուսաստանի ռազմավարական գործընկերոջ մայրաքաղաք Երևանում հարթակի տրամադրումներ Կիևի նացիստական ռեժիմի առաջնորդ Զելենսկիին, որպեսզի նա օգտագործի այս հարթակը Ռուսաստանի եւ նրա ժողովրդի դեմ բացարձակապես նողկալի սպառնալիքներ հնչեցնելու համար։ Քաղաքական լարվածության ֆոնին տնտեսական հարաբերություններում ևս խնդիրներ են առաջանում։ Ռուսաստանի գյուղատնտեսական վերահսկողության ծառայությունը ժամանակավորապես կսահմանափակի Հայաստանի ծաղիկների ներմուծումը։ Ռուսական կողմը հայտարարել է, թե ներմուծվող ծաղիկներում շարունակում են հայտնաբերվել կարանտինային վնասատուներ։ Իսկ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը հայտարարել է, որ պաշտոնական գրություն դեռ չի ստացել, սակայն ռուս մասնագետներն արդեն Հայաստանում ուսումնասիրում են այն ընկերությունները, որոնց ապրանքի մուտքը Ռուսաստանի Դաշնություն արգելված է։ Մեր քայլերը որն են, միշտ մեր ստանդարտների բարձրացումն է։ Ես ուզում եմ նշել, որ վերջին 1 տարվա ընթացքում մենք Հայաստանում բազմաթիվ ջերմատնային տնտեսություններ ենք ստեղծել, այդ թվում վարդի կամ այլ ծաղիկների, որոնց նմանը չկա ԵԱՏՄ-ում կամ այդպիսի լավ որակի քիչ կա, այդ թվում նաև Ռուսաստանի Դաշնությունում, այսինքն Հայաստանում եղած ջերմատնների մի էական մասը, հատկապես գերժամանակակից տեխնոլոգիաներով, իրապես ցանկանային ԵԱՏՄ այլ երկրները եւս այդպիսի տեխնոլոգիաներ շատ ունենային, այսինքն իրենց ամենալավագույններ, եթե կա էլ, իրենց ամենալավագույնների նման է մեր ջերմատնային տնտեսությունները, սա է, եւ դա մեծ հնարավորություն է տալիս Եվրոպական միության շուկա եւ Ամերիկայի Միացյալ Նահանգները արտահանում իրականացնել, եւ մենք հիմա նաեւ մեխանիզմներ ենք քննարկում, օրինակ վարդի մասով Եվրոպական միության շուկա դուրս գալու։ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Վաշինգտոնը պահանջում է ապահովել ազատ նավագնացություն Հորմուզի նեղուցով եւ հրաժարվել նավերի անցման համար վճարումներ գանձելուց։ Թրամփը նաեւ հայտարարել է, որ ԱՄՆ-ն ցանկանում է վերահսկողության տակ վերցնել Իրանի հարստացված ուրանի պաշարները, դրանք հետագայում ոչնչացնելու նպատակով։
Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչին էլ հայտարարել է, որ Թեհրանը պատրաստ է եւ բանակցությունների եւ պատերազմի, եթե դրա անհրաժեշտությունը լինի։ Նրա խոսքով Իրանի դիվանագիտական եւ ռազմական կառույցները գործում են լիարժեք համակարգմամբ։ Իսկ Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտարարել է, որ Իրանի հարստացված ուրանը Ռուսաստան տեղափոխելու առաջարկը դեռ քննարկման փուլում է եւ պետք է ընդունելի լինի թե Թեհրանի, թե Վաշինգտոնի համար։ Նրա խոսքով Միացյալ Նահանգներն այս պահին դեռ չի ընդունում ռուսական առաջարկը։ Եվ վերջում եղանակի մասին։ Սպասվում են տեղումներ։ Մայրաքաղաքում այսօր ցերեկը սպասվում է 19-ից 21, իսկ երեկոյան 10-ից 12 աստիճան տաքություն։ Այս ժամի համար նախատեսել էինք այսքանը, շարունակեք հետևել մեզ սոցիալական բոլոր ցանցերում կամ այցելեք մեր պաշտոնական կայք 3w.abc-media.am։ Շնորհակալություն, որ մեզ հետ էիք։ ABC լուրերի հաջորդ թողարկումը ժամը 12-ին է։ Կհանդիպենք։